Պարոն Հակոբյան, արդեն գարուն է, դրսում եղանակը տաք է, կարծես թե կյանքը սկսում է նորից եռալ եւ այս ֆոնի վրա ուզում ենք հարցնել, թե ինչ նորություններ ունեք, ինչ սպասենք ձեզանից, երբ որտեղ ձեզ կտեսնենք։ Դե նորություններ առաջի հերթին դե շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ի արդիվ եւ մինչեւ ապրիլի 7-ը ոնց որ գիտենք, մեզ մոտ Հայաստանում դա այս մի ամսյակն է կանացի ադարը։ Դե ինչ նորություն, առաջին նորությունն այնա որ ամսի 5-ին, մարտի 5-ին պրեմիերան էր Վազգեն ֆիլմի պրեմիերանն էր, այնտեղ դե մասնակցում էի ես։ Դեռ որ առանձնապես նենց բաներ չկա, ասենք սերիալներում եմ նկարվում, ասեմ, հիմա նոր մի ֆիլմ այլի ավելացել 11 անվանմամբ, տեսնենք ինչ կլինի, ոնց կլինի։ Վազգենը վերջին սպարապետը ֆիլմում ձեր դերի մասին ինչ կարող եք ասել, ինչպես եք համաձայնվել եւ ինչ նմանություններ ունեք դուք եւ ձեր կերտած կերպարը։ Ճիշտն ասած, ինձ ասում են, որ նման եմ, ես նմանություն չգտա ոչ ֆիզիկական, ոչ չգիտեմ, ես չեմ ճանաչում ցավոք Վազգենի հորը, Զավենին, այդ կերպարն է կերտում, չեմ ճանաչում, բայց բոլորը ասում են բավական նման ենք, նկարներով չեմ նմանացնում ինձ բոլորովին, չգիտեմ։ Ամենայն դեպս Արմենը մոտիկացավ, Վազգենի եղբայրը, շնորհակալություն հայտնեց։ Իսկ եթե խոսենք ձեր տպավորությունների մասին։ Ես շատ եմ տպավորված, ստացվեց հիանալի ֆիլմ ստացվեց, հիանալի աշխատանք Խորեն Լևոնյանի, հիանալի Մարջանի, խոսք չկա։ Այս ֆոնի վրա Բաքվում ունենք անազատության մեջ ապօրինաբար պահվող ռազմաքաղաքական գերիներ, այս մասին ինչ կասեք։ Դե ինչ պիտի ասեմ, ահավոր անարդարություն, այն առումով, որ մենք բոլորովին մոռացել ենք այդ գերիներին, եթե, չգիտեմ, մարդիկ հիշում են, որ ոնց էր խոստանում Նիկոլ Փաշինյանը, մեր ամիս դիմաց եք, եսա մենք այդ հարցերը կլուծենք, պարզվեց ոչ թե այդ հարցերը լուծեց, մի բան էլ ավելացան գերիները եւ այսօր բավականին արժանի մարդիկ են այսօր նստած նույն Ռուբեն Վարդանյանը, Բաքո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը։ Այսօր նենց մարդիկ են բանտում եւ ով է իրանց այսօր դատում, ցավոք սրտի անարդար է։ Այս մարդիկ պիտի նստած լինեին եւ ոչ թե Բաքվի բանտում, հայկական բանտում պիտի նստած լինեն, դա ավելի արդար կլիներ։ Այո, իհարկե, իրանց մասին է խոսքը, որովհետեւ այն ինչ որ իրանք խոստացան, ոչինչ չարեցին, չնայած համոզված է ի սկզբանե որ դա չէր լինելու, ոչ մի բան չեն կատարելու, իմանալով ճանաչելով այդ մարդկանց, եւ հետո մարդիկ ինչ լոզունգներով եկան իշխանության եւ կներեք հետո հետագայում նույնիսկ բացահայտ հայտարարում են որ արո եթե ես ասեի որ Բաքուն Ղարաբաղը Արցախը դա Ադրբեջանը է դուք ինչ չեք ընտրի հատուկ եմ արի որ ընտրեք մարդը բացահայտ ասում է իհարկե ամենաշատը ժողովրդի վրա եմ զարմանում որ դա եւ ոչ այն մարդկանց ով ասենք նիկոլականը, խոսքի օրինական այն մարդկանց որ անտարբեր է դրանք են ամենավտանգավոր մարդիկ դրանք են ըստ ինձ Իսկ ինչ կասեք այն արտիստների, դերասանների, երգչուհիների, երգիչների մասին, որոնք շարունակաբար լուռ են մնում։ Ինչ կարելի ասել դե ամեն մեկի պոզիցիան է, չգիտեմ, ոնց կարող եմ ինչ-որ մեկին ինչ կա մարդու սրտի վրա, ինչ կա, ես տարբեր մարդիկ տարբեր ձև են մոտենում։ Ես հիմա ինչ-որ մեկին մեղադրեմ, երևի ժամանակին ինձ էին մեղադրում, որ կարող է, ինձ էլ են հիմա մեղադրում, ասում են, ինձ որ ասում են, ում ես ավելի բան համարում ես որ արժանի, ասի դե քաղաքական աշխարհում չկա մաքուր մարդ, չես գտնի, դա քաղաքականությունը ամենասարսափելի կեղտոտ բանն է։ Բայց այսօր ով միակ մարդ ըստ իս, այդ իհարկե Ռոբերտ Քոչարյանն է։ Ինձ էլ երևի կմեղադրեն այդ բանում էլ, կասեն դու
չեմ կարող մեղադրել դժվարանում է ինչ որ մեկը մեղադրել ինչ որ բան ասել ամեն մեկը երևի իր մոտեցումը լինի իր մտածելակերպով դա ամեն մեկին Աստված իր սրտով եւ մտածածով դա ինձ թվում